Ապրենք առողջ հաղորդումն է 21 TV եթերում, բարև ձեզ, ես Տաթև Արաքելյանն եմ։ Այսօր տաղավարում հյուրակալել եմ նյարդաբան, սոմնոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Սամսոն Խաչատրյանին։ Շնորհակալ եմ շատ, որ մեր տաղավարում եք, ուրախ ենք ձեզ տեսնել։ Այդքան էլ հաճելի թեմա չենք բարձրաձայնելու, բայց նաև շատ կարևոր, ցավոք նաև տարածված խնդիր՝ էպիլեպսիա։ Նախ հասկանանք ինչ է ինձ ներկայացնում սա, ինչպես է արտահայտվում։ Էպիլեպսիան շնորհակալություն, որ հրավիրել եք, ու կարևոր թեմա ենք բարձրաձայնում իրոք, որովհետև իր տարածվածությամբ ինքը շատ լուրջ տարածվածություն ունի, բժշկական տարբեր հատկապես նյարդաբանական հիվանդությունների մեջ համարվում է ամենատարածվածներից մեկը, եւ դրա լավ իմացությունը հասարակության կողմից իհարկե եւ իրազեկումը շատ կարևոր է։ Իրականում էպիլեպսիան դա այդպես դրսում ընդունված է կոչել անձրևանոց տերմին է, այսինքն իր տակ ներառում է շատ տարբեր ցնցումային հիվանդություններ։ Եկեք այդպես պատկերացնենք, որովհետև ինքը տարբեր համախտանիշներ է, տարբեր ծագման, հետևաբար ամեն մեկն ունի իր ընթացքը, իր ձևը, իր ցնցումների տեսակները եւ որոշ դեպքերում այո, նաեւ դեղորայքի ընտրության հարցը տարբեր է եւ հետագա նաեւ կանխատեսումները կարող են տարբերվել։ Հետևաբար միայն էպիլեպսիա ասելով մենք շատ բան դեռ չգիտենք, թե ինչ է կոնկրետ այս անձի մոտ, հա։ Դրա համար էպիլեպսիան դա սկիզբն է հասկանալու գործընթացում, սակայն հետագայում մենք պետք է, երբ դիմում են այդ հարցով բժշկին, պետք է հասկանանք, օրինակ հիմնականում երկու տիպի էպիլեպսիա գոյություն ունի, այսպես կոչված օջախային էպիլեպսիա, երբ գլխուղեղում կա այդ ախտաբանական օջախը, որը առաջացնում է համապատասխան այսպես ախտաբանական էլեկտրական լիցքեր, որոնք տարածվում են կեղևով եւ տարբեր աստիճանի այսպես ներգրավվածություն ունենալով կեղևային զոնաների առաջացնում են ցնցումներ կամ նոպաներ։ Երբ ասում ենք ցնցում, դա մի փոքր այսպես չի արտացոլում բոլոր տեսակները, որովհետև այո, մի դեպքում կարող է լինել այդ ցնցումային, այսինքն շարժողական նոպան, երբ այդ ցնցումներ են լինում, ձգվում են, փայտանում են, հա։ Սակայն մյուս դեպքերում կարող են լինել ցնցումների տեսակներ, իսկ դրանք շատ բազմազան են, երբ չկան շարժողական տարրեր նոպայի պատկերի մեջ, հա։ Այսինքն ակնառու չես տեսնում։ Ամեն դեպքում ինչ որ նշաններ կարող են լինել, բայց դա պարտադիր չի լինի շարժողական։ Օրինակի համար պացիենտը կարող է պայտակ սառել հայացքը, չպատասխանել շրջակա միջավայրին դիմվող խոսքին եւ մի քանի վայրկյանից օրինակ վերականգնվի գիտակցությունը, հա։ Կամ կարող են օրինակ գիտակցությունը ընդհանրապես չկորցնելով ունենալ ինչ որ երևույթներ իրենց համար, գուցե երբեմն ընդունելի, երբեմն տարօրինակ, այսինքն կարող են նաև դիմել բժշկի այդ խնդրով եւ գուցե ոչ, օրինակ երբեմն ունենում են միայն ինչ որ հոտի զգացողություն, կարճատև, մի քանի վայրկյան ինչ որ տարօրինակ հոտ զգա եւ անցնի, հա։ Սրանք թեթև ուրեմն վիճակներ են, այո, կա այդպիսի հասկացություն, փոքր նոպաներ են ասում, բայց իհարկե դա մի քիչ հին մոտեցում է, վերջերս բավականին լուրջ եւ խորը վերանայումներ են կատարվել այդ եւ նոպաների դասակարգումների առումով եւ էպիլեպտիկ համախտանիշների առումով եւ բավականին թարմացված է այդ դաշտը, գոյություն ունի այդպիսի միջազգային մեծ կազմակերպություն ընդդեմ էպիլեպսիայի միջազգային լիգա եւ նաեւ Հայաստանում մենք ունենք այդպիսի կազմակերպություն ընդդեմ էպիլեպսիայի հայկական լիգա, որի դուստր կազմակերպություն է։ Այո, կարելի ասել chapter են ասում, այսինքն գլուխն է այդ մեծի մասնաճյուղը կամ ճյուղը, այո։ Դրա քարտուղարն եմ ես հանդիսանում եւ մենք որոշակի իհարկե գործունեություն բավականին մեծ աշխատանք է ժամանակին կատարվել իրազեկման հարցերում եւ շարունակում ենք իհարկե փորձել նաեւ ձեր այս հաղորդումը ծառայելու է այդ նպատակին, ինչը շատ կարեւոր է իրականում, որովհետեւ հաճախ մենք արդեն բժշկական պրակտիկայում առնչվում ենք որոշակի իրազեկման բացերի հետ եւ առաջին օգնության նաեւ չէ, մասին, առաջին օգնությունը ինչպես անել, ինչպես պատասխանել, ցավոք սրտի, եթե վերադառնանք զուտ ընդհանուր այդ էպիլեպսիայի վանդության գաղափարին, պատկերացումները երբեմն հանդիպում են բավականին հինավուրց,
այսինքն շատ ինչ որ միստիկ վախենալով, հեռու մնալով, վանելով այդ մարդկանց, այսինքն այն ինչ որ վաղուց արդեն զարգացած երկրներում ազատվել են այդ մութ կողմերից, քանի որ այդ խնդիրը բավականին լավ հասկանալի է, այսինքն իր բնույթով դա գլխուղեղի էլեկտրականության խանգարումներ են, Որովհետև միստիկ աղբյուր։ Այո, մենք գիտենք, որ օրինակ գլխուղեղում գոյություն ունեն տարբեր գործառույթները ապահովող կենտրոններ, օրինակ խոսքը հասկանալու կենտրոն, խոսքը իրականացնելու կենտրոն, զգալու, տեսնելու, այո, լսելու, հոտառության, այսինքն հետևաբար եթե օջախը ներառում է ինչ որ մի կենտրոն, այդտեղից էլ կբխի դրա դրսևորումը, օրինակ հոտքը զգա կամ օրինակ գիտակցությունը մի քիչ կընկճվի, բայց չի ցնցվի, քանի որ շարժողական կենտրոնը չէր, այլ զգացողականներից էր, եւ այլն, կամ եթե շարժողականն է, այո, արդեն ցնցվում է։ Իսկ կարող է մի քանի տեղ լինի օջախը։ Հազվադեպ այդպես հանդիպում է, բայց մեծամասամբ կարելի ասել, որ կա այդպիսի հասկացություն էպիլեպտոգեն կամ էպիլեպտոցին օջախ, իդեպ որը որ պարտադիր չէ, որ համընկնի օրինակ գլխուղեղի շերտագրմամբ երևացող օջախի հետ։ Մենք օրինակ անպայման անում ենք, մագնիսառեզոնանսային շերտագրումն է գլխավոր այսպես զենքը դիագնոստիկ միջոցներից էլեկտրոենցեֆալոգրաֆիայի հետ միասին ուղեղագրության, բայց տեսանելի դարձնելու համար այո մագնիսառեզոնանսայինը երկե մեծ առավելություն ունի MRT-ն կամ MR-ն երբեմն ասում, բայց այո MRT-ն կամ MRŠ-ն եթե շերտագրում ասենք երբեմն այդպես էլ են գրում մասնագետները առավելություններ ունի ԿՏ-ի կամ կոմպյուտերային տոմոգրաֆիայի նկատմամբ, քանի որ գլխուղեղի նյութը շատ ավելի մանրամասն է երևում եւ ասեմ ավելին միայն զուտ MRT անելը կարող է քիչ լինել, մենք երբեմն կարիք ունենք շատ ավելի մանրազնին ուսումնասիրելու, դրա համար շատ տարածված է կիրառել MRT հատուկ էպիլեպսիայի պրոտոկոլով գործելակարգով, այսինքն մասնագետները գիտեն, ռադիոլոգին մենք խնդրում ենք, պատվիրում ենք, որ եթե կատարում եք այս ձևով, որպեսզի օրինակ փնտրում ենք սա կամ ենթադրում ենք սա, այսինքն կլինիկական կասկածը արդեն ի սկզբանե կարող է լինել եւ այսինքն ախտանիշներից երբ պացիենտը մոտեցավ մասնագետին, ըստ ախտանիշների գիտակ մասնագետը արդեն գիտի թե ինչի մասին է խոսքը, պարզապես հաստատելու համար պետք է նաև հետևյալ հետազոտությունները։ Կարելի է այդպես էլ ասել, որովհետև այո, լավ անամնեզ հիվանդության պատմություն հավաքելիս նոպաների նկարագիրը եւ պացիենտից եւ իհարկե իրեն շրջապատող մարդկանցից դա շատ կարեւոր է։ Շատ ճիշտ է, եթե մանավանդ մեծամասամբ դրանք գիտակցության խանգարմամբ կորստով ընթացող նոպաներ են, պացիենտը կարող է շատ բան մեզ չտալ, չպատմել, այսինքն շատ կարեւոր է նույնիսկ գուցե ոչ թե շրջապատողը, այլ այն մարդը, ով տեսել է այդ նոպան։ Դա կարող է պատահական մարդ լինել ավտոբուսում օրինակ, դա շատ իրականում օգնում է, որովհետև եթե դու ստանում ես լավ նկարագիր, դու արդեն ուղղությունը գիտես ուր գնաս, օրինակ եթե ուղարկում ենք MRT-ի, կարող է խնդրենք օրինակ այս հատվածներին կամ այս տեսակի փոփոխություններին ուշադիր եղեք, կամ օրինակ EEG անելիս արդեն էլեկտրոենցեֆալոգրաֆիա, մենք կարող ենք ավելի ուշադիր լինել որոշ զոնաների, գլխուղեղի, կեղևի, երբեմն մենք կիրառում ենք նաև ընդլայնված EEG, այսինքն հատուկ լրացուցիչ էլեկտրոդներ ենք տեղադրում, քանի որ նախապես կասկածում ենք, որ այդ զոնայից կարող է ակտիվություն լինի, որը սովորական EEG-ով մենք կարող է ես չբռնենք, չտեսնենք, այո։ Իսկ այս հարցում նաև ուզում եմ գենետիկ նախատրամադրվածության մասին խոսենք, ինչու, որովհետև երբեմն այսպես ընտանեկան պատմություն են ունենում, չէ՞, նման հիվանդությունները եւ արդեն ընտանիքի անդամները գրեթե պատրաստի այսպես ախտորոշմամբ գալիս են մասնագետի մոտ։ Այո, շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Ես միանգամից այսպես դասակարգեմ, որ կա հասկացություն գենետիկ եւ կա ժառանգվող, այսինքն էլի գենետիկ է, բայց գենետիկ կարող է լինել նաեւ միայն այդ կոնկրետ մարդու մոտ, այսինքն այդ մուտացիան տեղի ունեցել իր ձևավորման ժամանակ, այլ ոչ թե պարտադիր ընտանիքով գալիս է։ Իհարկե, երբ ներողություն առաջանում, մեր գենում չկա, մեր ընտանիքում չկա։ Դա մեզ կարող է եւ
ընդհանրապես չզարմացնել, եթե նույնիսկ կա, կարող է շատ հեռու լինել կամ ընդհանրապես չլինել եւ առաջին մուտացիան լինի հենց այդ պացիենտի մոտ, օրինակի համար։ Նեյրոգենետիկայի մեջ էպիլեպսիայի գենետիկան բավականին մեծ, այսպես դաշտ է, իմիջիայլոց մենք հիմա մեր մանկական էպիլեպտոլոգ գոլեգաների հետ միասին իհարկե շատ զբաղվում ենք այդ հարցերով, կան արդեն գենետիկ տեստեր անելու բավականին տենց լավ հնարավորություններ գոնե արտասահմանյան մեր գործընկերների շնորհիվ շատ տեստեր կարող են օրինակ այստեղ արկա չլինել, բայց մենք ուղիները գտնում ենք։ Հասանելիություն Այո, իսկ այդ շատ արագ զարգացող դաշտ է, այսինքն 1 տարվա մեջ կարող են բազում նոր գեներ հայտնաբերվել եւ այն պացիենտը, ում ստուգվել է օրինակ 3 տարի առաջ եւ չի հայտնաբերվել, արդեն կարելի է նորից ոնց որ կրկնել տեստը եւ արդեն այդ նորերից ընտրել։ Այդպիսի ոնց որ հնարավորություններ արդեն ունենք ու բավականին երկար ժամանակ համագործակցությունները կան, մենք շատ լավ գոլեգաներ ունենք արտասահմանում, տարբեր երկրներում, լիգան բավականին ակտիվ է, կենտրոններ ունենք նեղ մասնագիտացված եւ այդ էգեն ապահովող եւ կլինիկական վարումը ապահովող եւ մանկական եւ մեծերի Հետևաբար մասնագիտական մասը կա, լավ դպրոց է հիմնված, ժամանակին մեր իմ եւ շատ իմ գոլեգաների ուսուցիչ պրոֆեսոր Դարփինյանի ուժերով էպիլեպտոլոգիական կենտրոն է հիմնվել, շատ կադրեր են ձևավորվել, հետևաբար այդ ուղղությունը մենք բավականին այսպես փորձում ենք բարձր մակարդակի վրա պահել։ Ես հիմա առաջարկում եմ փոքրիկ ընդմիջում, մեր ավանդական էջերից մեկը կդիտենք, նորից կվերադառնանք։ Ուղիղ աղիքի ճաքը ինքը եւս շատ հաճախ հանդիպող հիվանդություն է, որը որ պրակտիկորեն այս պահին հավասար մակարդակով թութքային հիվանդության հետ առաջացնում է խնդիր մեր բնակչության մոտ։ Կուզենայի մի քանի կարևոր հարցերի վրա ուշադրություն բևեռեի, այն հարցերի, որը որ կամ ցանկալի չի, կամ ընդհանրապես չի կարելի այն պացիենտներին, որոնց մոտ ախտորոշված է հետանցքային ճակ ախտորոշումը։ Առաջինը, չի կարելի այդ հիվանդների ուղիղ աղիքի եւ հաստ աղիքի էնդոսկոպիկ հետազոտությունները կատարել առանց ցավազրկման, որովհետև հետանցքային ճաքը ինքը շատ ցավային ուժեղ սինդրոմով զուգակցող հիվանդություն է եւ պացիենտը ուղղակի կարող է այդ պահին ապրել ցավային շոկ։ Երկրորդը, չի կարելի օգտագործել այն սնունդը կամ այն դեղամիջոցները, որոնք բերում են փորկապություններին, որովհետև պրոբլեմը շատ ու շատ ավելի կսրանա եւ ցավային սինդրոմը շատ ավելի կուժեղանա։ Տուալետից հետո դեֆեկացիայից հետո այդ պացիենտներին չի կարելի օգտագործել սառը ջրով լվացումներ, որովհետև ինքը կուժեղացնի սպազմը եւ կուժեղացնի ցավը։ Չի կարելի նամանավանդ սուր պերիոդում, սուր ճաքի ժամանակ զբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով եւ սպորտային ուժային վարժություններով, որովհետեւ այդ ժամանակ առաջանում է արյան կանգ փոքր կոնքում, որը որ նույնպես խնդրեմը սրացնում է։ Եվ վերջինը ինչ կուզենայի շեշտադրեի, ոչ թե չի կարելիով, այլ ցանկալի չի կին պացիենտներին, որոնք ունեն հետանցքի ճակ, սուր պերիոդում պլանավորել հղիություն, որովհետև իրանց հղիությունը կանցնի համ կնպաստի ճաքի սրացմանը, համ էլ կանանց մոտ կանցնի շատ մեծ դժվարություններով, ցավային սինդրոմով եւ այլ խնդիրներով։ Դրա համար ցանկալի է խնդրեմը լուծել վերջնականապես, նոր պլանավորել հետագա հղիությունը կամ հղիությունները։
Շարունակելով զրույցը, մենք հաղորդման առաջին մասում նշեցինք, թե որքան կարևոր է տեղեկացված լինելը, հենց շատ կարևոր է նաև բացի նրանից, որ հասկանալ պետք է արդեն բժշկի մոտ լինել, նաև առաջին օգնության սկզբունքներից ելնելով, որովհետև երբեմն կարող է հանկարծակի անցորդը հանդիպել նման խնդրով մարդու եւ առաջին օգնությունը կարող է նաև ճակատագրական լինել, այդ մարդու համար։ Ինչ անել, եթե մենք տեսնում ենք նման խնդրով մարդու։ Այո, իրոք դա կարևոր է, որ գոնե ինչ-որ չափով պատրաստ լինեն մարդիկ դրան։ Ես իմ պրակտիկայի ընթացքում կարելի ասել արդեն բազմամյա շատ տեսել եմ շատ տարբեր վիդեոներ, նույնիսկ իրավիճակներ, երբ մարդ տեսնում է ցնցվող պացիենտի եւ փոխանակ մոտենա օգնի, փախչում է այդտեղից։ Այսինքն դա իհարկե անթույլատրելի է, անպայման պետք է փորձել մոտենալ պացիենտին, չնայած այդ մարդու համար երևի պացիենտ չի օրինակ, մեկ այլ անցորդ է, որին պետք է անպայման ուշադիր լինել, որպեսզի ինքը իրեն այդ ցնցումների վիճակում չհարվածի որևէ անկյունների տրավմա չստանա մի խոսքով, ցանկալի է թեքել, եթե հնարավոր է կողքի, որովհետև նոպաների ժամանակ կարող են օրինակ փսխել կամ ավարտին եւ գնա դեպի շնչափողը, այդ մասան փսխումային, հետեւաբար եւ դա նույնիսկ կարող է ոչ այնքան տեսանելի լինել, որ հասկանան, որ արդեն փսխում է, դրա համար ցանկալի է իրեն անպայման թեքել, փորձել լեզու քաշել, ինչ որ տենց տարօրինակ բաները ցանկալի չեն, նույնիսկ կարելի ասել հետեւյալը, որ եթե այդքան կկարողանան կողմնորոշվել, եթե տեսնում են երբեմն լինում է որ լեզուն մնում է ատամների տակ, հա, դա վտանգ է ստեղծում, որ կարող է լեզուն լուրջ տրավմա ստանա, այո, ընդհանուր մինչև ընդհատումը ամբողջականության, հետեւաբար կարելի է մի փոքր ծնոտը բացելով ներս տանել, այլ ոչ թե քաշել դուրս, որովհետև այդ քաշելու ընթացքում եւ պացիենտն է շատ լուրջ տրավմաներ ստանում, ատամներ եւ այլն լեզու, եւ քաշողը, որովհետև մատներ են կծվում եւ այլն։ Մի խոսքով դա բավականին վտանգավոր է։ Քանի որ ինչու է կայանում այդ մենք խոսում ենք հիմա մեծ էպիլեպտիկ նոպայի մասին, այսպես ասած, կամ մենք ասում ենք դրան տոնիկ կլոնիկ նոպա, գեներալիզացված նոպա են ասում շատ բժիշկներ, երբ ամբողջ մարմնի մկանները լարված են։ Դրա համար էլ հենց պացիենտը ոչ կարող է այդ բանին շնչել, ոչ էլ լեզուն կգնա կնկնի հետ, հա, այսինքն ամեն ինչը լարված է։ Պետք է սպասել, պարզապես անվտանգությունը ապահովել, որպեսզի նա նոպայից դուրս գա։ Սովորաբար այդ նոպաները տևում են 1-ից 2-3 րոպե, ոչ ավել, եթե իսկական հենց էպիլեպտիկ նոպաների մասին է խոսքը։ Իհարկե, այստեղ պետք է հնարավորինս ամեն դեպքում ներգրավել բուժ ծառայություն, այսինքն կանչել շտապ օգնություն, որովհետև նույնիսկ այդ մեկ նոպան, որը ենթադրվում է, որ կավարտվի, կարող է իր հետ կրել, իր մեջ կրել ինչ-որ բարդություններ, հա, կախված թե ինչ պացիենտի հետ է դա տեղի ունենում, ինչ կողքից հիվանդություններ ունի նա եւ ինչ դիրքում ընկավ, խփեց եւ այլն, հա, ամեն դեպքում դա պետք է հետազոտվի։ Կարող է դա առաջին նոպան է, կարող է հայտնի է նա որպես խնդիր ունեցող եւ դա հերթականն է, ոչ մեկ այդ բանին կարող է չիմանալ, հա։ Եվ չմոռանանք, որ դեռ դա շատ կարեւոր է գիտակցել, որ էպիլեպտիկ նոպա ունենալը դեռ չի նշանակում, որ այդ մարդը ունի էպիլեպսիա հիվանդություն, որովհետև նույն էպիլեպտիկ նոպան կարող է առաջանալ օրինակ տարբեր նյութափոխանակության շեղումների ժամանակ, ալկոհոլի չարաշահող անձանց մոտ, եթե նրանք երկար գտնվել են ալկոհոլային այդ խմիչքի ազդեցության տակ եւ հետո դադարում են, օրինակ դրանից դուրս գալիս նույնպես կարող են իրենք էպինոպաներ ունենալ, բայց դա էլի չհամարվի հենց էպիլեպսիա որպես հիվանդություն։ Այսինքն այդտեղ կողմնորոշվելու, ախտորոշման որոշ ճանապարհ անցնելու հարց կա եւ անպայման պետք է այդ անձը, եթե ոչ այդ պահին, ապա հաջորդ օրերին դիմի համապատասխան ուղղությամբ կամ գուցե օրինակ դեղորայքը, հա, չի բավականացնում։ Գուցե ախտորոշումը արդեն դրված է, ամեն ինչ ճիշտ ընտրված է, դեղը ճիշտ է ընտրված, բայց հաճախ մենք տեսնում ենք, որ դեղորայքային կամ դոզավորումը բավարար չէ, որը կարելի է հսկել, շտկել, դա մենք այդ զինանոցը ունենք հիմա, հնարավորություն կա նույնիսկ դեղի քանակը որոշել արյան մեջ եւ ըստ դրա բուժումը շտկել, բայց նաեւ դեղորայքային հավատարմությունը, այսպես ասած, կա այդպիսի տերմին, compliance անգլերեն, կամ ինչպես հայտնի է մեզ, ասում են սովորել է, չէ, արդեն դեղին, այսպեսի արտադրություններ։ Ի նկատի ունեմ այդ պացիենտի ինքնուրույն այդ դիսցիպլինան, որ ինքը հետևի դրան, հստակ խմի, բաց չթողնի դեղաչափերը, որովհետև շատ պացիենտներ պատահում են, որ
օրինակ մի օր հիշում են, խմում են, մի օր չեն հիշում, չեն խմում, իսկ դա այնքան էլ այսպես անվտանգ չէ, որովհետև մանավանդ մի քիչ ավելի բարձր դեղաչափ խմողների համար, եթե նրանք կտրուկ դադարեցնում են օրինակ 1-2 օրով, օրինակ վերջացավ դեղը եւ չեն գտնում դեղատանը, հա, կամ շատ մեծ ջանք չեն գործադրում, որ արագ վերականգնեն։ Այդքան անհասանելի է այդ ինքը դեղերը։ պարտադիր չի, բայց ի նկատի ունեմ կարող է ժամանակ չի ունեցել, կարող է արտասահման է գնացել եւ մոռացել է իր հետ տանել, իսկ այնտեղ արդեն դեղատոմսով պետք է վերցնի, այդ հնարավորությունը չկա։ Այսինքն այդ տիպի տատանումները կարող են բարդություններ առաջացնել։ Դրա համար մենք միշտ շատ այսպես մանրամասն մեր պացիենտների հետ օրինակ աշխատում ենք, հորդորում ենք, որ այդ հավատարմությունը բուժմանը եւ հստակությունը պահպանվի, քանի որ դեղորայքի առումով մենք կարելի ասել շատ լուրջ խնդիրներ Հայաստանում չունենք։ Այսինքն մեծ մասը հիմնական դեղերի առկա է, երբեմն եթե պետք է լինում ինչ-որ չենք կարողանում եղած դեղերով կարգավորել, կարող ենք գնալ նաեւ արտասահմանից բերվող դեղերի ճանապարհով, ասեմ, որ հատկապես օջախային էպիլեպսիայի դեպքում մենք ունենք բացի դեղորայքային բուժման հնարավորությունից նաեւ վերջին տարիներին էպիլեպսիայի վիրահատական բուժման հնարավորություն կա, իսկ դա բավականին այսպես յուրահատուկ սպეციფიկ նեյրովիրաբուժության դաշտ է, որ Այսինքն կարող ենք խոսել էպիլեպսիայի նաեւ բուժման մասին։ Այո, ապակինման նկատի ունեք, հա, որ վերջնական, այո, շանսեր կան։ Սովորաբար մենք մտածում ենք, եթե նոպաները չեն կրկնվում կամ հազվադեպ են կրկնվում, սա արդեն կարելի ասել հաղթանակ է։ Մեծ հաղթանակ է, հավատացեք, որովհետև նույնիսկ շատ հստակ ախտորոշված ձևը որոշված էպիլեպսիայի ժամանակ, երբ մենք ընտրում ենք ճիշտ դրա համար ցուցված դեղը ճիշտ դեղաչափերով, միշտ չի, որ հաջողվում է հասնել 100%-անոց հսկողության։ Կա այդպիսի, այսպես, պատկերացում ըստ տարբեր հետազոտությունների տվյալների, որ մոտ 20-30%-ի մոտ մենք չենք կարողանալու ի սկզբանե հասնել 100%-անոց հսկողության։ Իսկ դա մեր գլխավոր նպատակներից է։ Եվ հատկապես եթե այդ դեպքերում հնարավորություն կա այլ եղանակով, այլընտրանքային եղանակով շտկել դրությունը, դա իհարկե հիմնականում հենց վիրահատական բուժման տարբերակն է, որը որ վերջին տարիներին բավականին շատ պացիենտներ արդեն անցել են այդ ճանապարհով, կա լավ համագործակցություններ տարբեր կենտրոնների մասնագետների հետ, մենք այստեղ էլ արդեն կարելի ասել կերտվել են այդ մասնագետները եւ մենք ընդլայնում ենք այդ պրակտիկան։ Ամեն դեպքում կարող ենք ասել ինքը զարգացող, անընդհատ զարգերակին եղող, այսպես ոլորտ է, ի ուրախություն մեծ մենք էլ հետ չենք մնում։ Մի վերջին հարց, այսպես հակիրճ պատասխան եմ ակնկալում, ուզում եմ իմանալ եւ մեր Մի վերջին հարցել ուզում եմ որպես եզրափակում ասել, արդյոք էպիլեպսիա ունեցող կինը կարող է հղիանալ, մայրանալ։ Սա ամենաշատ ինձ թվում է ձեզ տրվող հարցերից մեկն է։ Տեսեք, ես բավականին վաղուց եմ էպիլեպսիայի ասպարեզում, իմ տեխնացուական աշխատանքը հենց էպիլեպսիայի թեմայով է եղել, կյանքի որակի ուսումնասիրության թեմա է եղել, հետևաբար ես շատ լավ ծանոթ եմ այդ բոլոր կողմերին, հա, եւ կյանքի որակ, եւ խտրականություն, խարան, տարբեր այլ խնդիրներ, հետևաբար այստեղ նախ մենք կարող ենք շատ լավ զրուցել, քննարկել այդ հարցը կին պացիենտի հետ, ով որ պատրաստվում է մայրանալ, կան յուրահատկություններ, որ պետք է ճիշտ ընտրված դեղ լինի, որը չի խանգարի պտղի ձևավորմանը, որովհետև որոշ դեղեր արգելված են, օրինակ, հակացուցված են, տարբեր դեղաչափեր են այդտեղ, նաև լակտացիայի, հա, շրջանում նույնպես տարբերություններ կան, թե որ դեղը ավելի շատ է արտադրվում կաթի մեջ, որը ոչ, այդ յուրահատկությունները քննարկելով, այդ հղիությունը ի սկզբանե պլանավորելով, համատեղ թեկուզ հենց վարող գինեկոլոգի հետ, մենք կարող ենք բավականին լավ արդյունքներ ունենալ։ Ամեն դեպքում սա հակացուցում չէ, ես ուզում եմ, որ անպայման շեշտենք, որովհետև այո, հասարակության կողմից նման կանայք խտրական վերաբերմունքի են արժանանում, ինչը իսկապես ցավալի է։ Շնորհակալ եմ շատ, մենք այս թեմային իսկապես հետո նորից կանդրադառնանք, որտեղ դեռ ասելիք բավական շատ մնաց, իսկ մեր բոլոր հեռուստադիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ հյուրընկալել էի նյարդաբան, սոմնոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Սամսոն Խաչատրյանին։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։